Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Յուրաքանչյուր ուրբաթ փորձագետների հետ միասին քննարկում եւ վերլուծում ենք շաբաթվա կարևորագույն քաղաքական իրադարձությունները։ Այսօր մեր հյուրն է Բորիս Մուրազին, Պոլիտիկայում կայքի գլխավոր խմբագիրը։ Ողջույն Բորիս, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Որիս շաբաթվա ամփոփում ենք անելու եւ չէինք կարող այս պահին գոնե առաջին հերթին չանդրադառնալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, գիտեմ որ շատ է խոսվել շաբաթվա ընթացքում դրա մասին կան շատ վերլուծություններ, ամեն դեպքում դեպքը տեղի ունեցել նաեւ մեծ պահքի շրջանում, ավակ շաբաթօրը, որը համարվում է ներման շաբաթ, այսպես դրա վրա էլ շատ խաղարկեցին իհարկե։ Դուք ինչ գնահատական կտաք եւ ինչ նպատակ է հետապնդում այս սադրիչ քարոզչական մեխանիզմը, եթե փորձենք դա այդպես որակել, որով Փաշինյանը էլի կարծես փորձում է ինչ անել վաղ սերմանել երիտասարդության շրջանում, որը հա տեսեք, եթե ինձ հետ չեք, ապա կհայտնվեք կամ բանտում, կամ կհայտնվեք պատերազմում, այսինքն պատերազմի զոհ կդառնաքի վերջո։ Գիտեք, աջակցություններս իհարկե այդ երիտասարդներին, բայց մի բան պիտի Հայաստանի քաղաքացիները հասկանան, Նիկոլ Փաշինյանին պետք է մերժել, հրապարակային պիտի այսպես ցույց տալ այդ մերժումը, բայց նաև այնպես մերժել, որպեսզի չհայտնվես, առիթ չտաս բանտում հայտնվելու, սա շատ կարևոր կանոն է։ Հիմա ինչ որ իմաստով ասված պարտիզանական պայքար է գրում, որտեղ այդ երիտասարդները, այսինքն ինչ որ ընտանիք է, ուղղակի Նիկոլ Փաշինյանին չընդունող, որ իր դիրքորոշումը ընդունել է, իսկ պարտիզանական պայքարում գլխավորը ողջ մնալն է, Այս դեպքում գլխավորը չբանտարկվելն է։ Անվտանգության կանոնը։ Այո, գլխավորը չբանտարկվել, այսինքն առիթ չտալ Նիկոլ Փաշինյանին բանտարկելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը քայլող փորձանք է իր շրջապատի քաղաքացիների համար, փորձանք էր պետության համար, հա, պատերազմի, զոհերի, կորուստների տեսքով, հիմա էլ ինքը որպես, գիտեք, ես հիշեցի մեր մանկության տարիներին մի պապիկ կար, որը հայտնի գործ տվող էր, եւ երբ որ ինքը որևէ տեղով քայլում էր, իրանից մարդիկ ուղղակի հեռու էին մնում, որովհետեւ ինքը կարող էր պրովոկացնել, իրան հայհոյ էին կամ հարված էին, վերջում դատվում էին, այսինքն ոստիկանությունում հայտնվում էին այդ մարդիկ, ոստիկանությունում գործ տվող էր աշխում։ Հիմա Փաշինյանը պետական մակարդակով, այսպես գործ տվող է, ոստիկանությունը իր գործիքն է, իրավապահ համակարգի իր գործիքն է, ինքը գնում պրովոկացնում, որովհետեւ տեսեք, առաջին պրովոկացիա Փաշինյանից է գնացել, այսինքն գնալ, եթե իբր դու հավատացյալ ես, հա, նախ եկեղեցի այդպես չէ ներխուժում, թիկնապահներով, մարդկանց հրելով, մարդիկ պատարագի մասնակցում էին, պատարագը արդեն իսկ սկսել էր, եթե անգամ ուզում էիր մասնակցել, դրսում կամ մուտքի մոտ կարող էր սպասել, ոչ թե մարդկանց հրելով ուղղակի ներս մտնել, հետո կեսից դուրս գա։ Ընդհատեմ, եթե երեք տեսել եք ճեպազրույցը, ինքը այսպես արդարացավ, որ ես չեմ հրել, ես նույնպիսի հավատացել եմ ինչպես բոլորը, եւ ես սպասել եմ այսպես հերթով, մտել եմ, ես ոչ մխրճվել եմ, ոչ մի անօրինություն, այսպես կոպիտ ասած չեմ արել։ Ճիշտ է ասում Նիկոլ, ինքը չի ելել, իր թիկնապահներն են։ Մտել եմ հանգիստ, ասում ա ուղակի, ու տեսեք ինչ էր, ինչ ասած։ Փաշինյանի վարքագիծը հիշեցնում են հայտնի սկեթչ Ռաֆիկ ни в чем не виноват։ Հիմա Ռաֆիկը փորձանք է դառել քաղաքացիների գլխին, մնում է, հիշում եք այդ սկեթչը, եթե տեսել եք, վերջում Ռաֆիկին պետության հաշվին ուղարկում են Դուբայ, հիմա մենք մեր Ռաֆիկին պիտի պետության հաշվին ուղարկենք Նալբանդյան, քանիս է ԱԱԾ-ի պատվալի հասցեն, մի խոսքով Նալբանդյան փողոց։ Հուսով եմ չեմ էլ իմանա։ Պատասխանն է, բայց տեսակ, ասում եմ, ես չգիտեմ ինչա տեղի ունեցել, բայց պետական պահպանության աշխատողը նրա համար է, որ անհրաժեշտության դեպքում նաև ուժ գործադրի, Աստվածչանին նաև զենք կարող է գործադրել։ Սա ուղերձ քաղաքացիներին, այսինքն էլի վախի մթնոլորտն է, էլի չափերը տանցնեք կսպանեն դες ուղղակի։ Իրավունքների զենք էլ կիրառի։ Ինքը ասեց, չէ, որ իր անվտանգության աշխատակիցները չեն տեսնում, այսինքն մարդկանց վրա բեյջ չկա, որ իրանք խնդիր ունեն, 18 տարեկան են, թե անչափահաս են, այսինքն ինքը ինչ է ասում, եթե իմ անվտանգության աշխատակիցները զգան, որ դուք վտանգ եք սպառում, կարող են նաև ձեզ սպանել, սա շատ ուղիղ ուղերձ էր, ուրիշ ձև հնարավոր չի հասկանալ, մարդիկ էլ պիտի հասկանան, ի վերջո հիշում եք 2021 թվականի բողոքի ակցիաների ժամանակ, երբ
իրեն ուղեկցող մեքենայից ավտոմատներ ուղղված էին քաղաքացիների ուղղությամբ։ Ժողովրդական Ուղղակի հիմա գիտեք ինչ, դեռ առիթը չի եղել, որ Փաշինյանը ուղիղ իր թիկնապահներով հիմա Ադրբեջանի բանակի Ալիևի միջոցով հազարավոր հայաստանցիների է սպանել տվել, հիմա մի օր էլ կգա իր թիկնապահների միջոցով դա կանի, շատ ուղիղ ուղերձ էր, ուրիշ ձև չի կարելի հասկանալ իր ասածը։ Ես ուզում եմ Ռուբեն Մելիքյանի գրառումը ցիտել, որովհետև նրա պատմամբ պիտի ասեմ իհարկե, բայց իրավական պետությունում պաշտոնյան չի կարող պարտադրել քաղաքացուն անել այն, ինչ օրենքով պարտադիր չէ։ Եթե նման ճակերտավոր խնդրանքը չի կատարվում, ուժ կիրառել չի կարելի։ Նրա գնահատմամբ տվյալ դեպքում քաղաքացու նկատմամբ նախ կիրառվել է ուժ եւ դրա արձագանքն էլ եղել է հենց գործողությունն է երիտասարդի, քանի որ օրենքով պարտականություն չի խախտվել, քաղաքացու դատումը ըստ նրա իրավական չէ։ Եզրակացություն, սա իր մեկնաբանությամբ ավելի շուտ բռնատիրական գործելակերպի դրսևորումն է, ոչ թե իրավական պետության։ Այո, միանշանակ համաձայն եմ, երիտասարդի ձեռքը, որը երևում է Փաշինյանի ուղղությամբ, հա, նախ կադրը ամբողջապես չի երևում ինչ է անում, բայց երկրորդը մի կարևոր հանգամանք կա իր թիկնապայի կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելուց հետո։ Հիմա եկեք ցանկացած մարդ թո հետ գնա, հատկապես տղաները, իրենց 18 տարեկան է, երբ որ իրենց այդպիսի իրավիճակում դնեն, իրենք էլ կարող են շատ նման վարքագիծ դրսևորել, չնայած էլի եմ ասում, այդ տղայի գործողություններում ապօրինություն չկար, բայց ելնելով իմ ասածից, որ Փաշինյանը քայլող գործ տվող է, պետք է իրեն տեսնելիս, այո, մերժումը ցույց տալ, ձեռք չմեկնել, իր մեկնած ձեռքը չբռնել, բայց միևնույն ժամանակ հնարավորինս տեսախցիկների առաջ լինել, որ քո գործողությունները Երևան եւ չանել գործողություններ, որ իշխանությունները հետո կմեկնաբանեն որևէ քրեական հոդվածով։ Անգամ տեսախցիկի առաջ էլ էլի իրենց օգտին են շրջում այդ ամեն ինչը։ Ինչևէ, Պուտին-Փաշինյան օրակարգ մի քիչ թևակողենք, ավելի շուտ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգ, բայց այդ մի դրվագն էլ հիշեցնեմ, որ ասում եք տեսախցիկների առաջ լինեն, եթե տեսել եք իհարկե այնտեղ Մոսկվայի հյուրանոցում մի հայր իր աղջկան ասել էր երեխայի հետ կնկարվի, եթե դա Հայաստանում լիներ, այդ աղջիկը դատվելու էր։ Ինչի համար, որ իմանա Արցախը ով է հանձնել, հանձնողի հետ նկարվեք, այդ դրվագն է շատ։ Նիկոլ Փաշինյան տեսել եք որտեղ որ դուրս է գալիս ու կազմակերպված զանգված չկա, ինքը տեսնում է իր նկատմամբ մերժումը, վերաբերմունքը ու պարզ է, որ իր նման հոգեկան խնդիրներ ունեցող մարդը անհավասարակշիռ վիճակում է հայտնվում։ Ճիշտ ասած, այդ երիտասարդի դեպքից հետո մամուլը մի նյութ էր հրապարակել, ես վերնագիրը կարդացի, շատ ուրախացա, ասեցին կառավարությունը Ավանի հոգեբուժարանի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել, անկեղծ եմ ասում, միանգամից սիրտս տեղ ընկավ, ասի երևի վերջը որոշել են Նիկոլ Փաշինյանին բուժել, հետո պարզվեց չէ, բան է, անտառապահների համար են այդ ծառայությունը ձեռք բերել, փաստորեն անտառապահները ավելի վտանգավոր կարող են լինել, քան պետության ճակատագրի մասին որոշում կայացնողը։ Սա ժպիտով ենք ասում, բայց իրականությունն է, ակնհայտ է, որ այս մարդը խնդիրներ ունի հոգեկան հավասարակշռության, ես չեմ կարող դիագնոզը տալ, կոնկրետ գնահատականներ տալ, բայց ակնհայտ է, որ այդպիսի վարքագիծ կա, այսինքն արցախցի աղջկա հետ վեճը, երիտասարդ կնոջ հետ վեճը, այս քաղաքացիների հետ անդադ վեճը, մետրոյի հանրապետության հրապարակում մեկ այլ քաղաքացու հետ վեճը, հա, Փաշինյանը կառավարության ղեկավարը, որը երևի մի քանի հատոր սուտ է խոսել ու բացահայտվել են այդ ստերը, քաղաքացուն ասում է, եթե պարզվի, որ դուք ճիշտ չեք ասում, դուք կպատժվեք, այսինքն լավ, ենթադրենք քաղաքացին ճիշտ չէր ասում, բա քո ստերի համար ով է քեզ պատժելու, երբ որ այդ ստերը մեր պետության համար ծանր գին են արժեցել։ Որից ձեր գրառման մեջ վերլուծում եք, որ Փաշինյանի իշխանությունը 18 թվականից հետո ձևավորել է այսպես հակառուսական օրակարգ, ներկայացնելով Վլադիմիր Պուտինի գլխավորած Ռուսաստանի Դաշնությունը որպես սպառնալիք, միաժամանակ նշվում է հակասություն, որ Փաշինյանը հրապարակային քննադատությունների ֆոնին շարունակում է շփվել, հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ, այն անվանելով բարեկամ երկիր։ Հենց այս հակասությունը եւ ձեր վերլուծած արտաքին հետախուզական ծառայության զեկույցը ձեր կարծիքով հիմք են տալիս կասկածելով, որ Փաշինյանը կարող է կապված լինել ռուսական ազդեցության հետ, այսինքն KGB-ի գործակալ։ Չէ, իրականում ես ծաղրել եմ Փաշինյանին, բայց այդ բարձր չակետները մենք հասկանում ենք, բայց այստեղ հարցը որն է, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից առ այսօր մի ճիշտ միտք է արտահայտել, որը համապատասխանում է իրականությունը։ Դա այն է, որ իրանք իզմեր չունեն։
Ինչ է նշանակում, որ իզմեր չունեն, այսինքն Փաշինյանի իզմեր չունենալը եւ իրեն հայտարարություն չէ, որ կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չունենա, իր միակ իզմը իրականում վարչապետի աթոռն է։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ այդ աթոռը պահելու համար ինքը պիտի ռուսամետ ձևանա, ես ձեզ վստահեցնում եմ, մի անգամ ասել եմ, ելի եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը այդ դեպքում, ասենք բան կանի, կնստի ռուսական Նիվայի ղեկին ու այդ երգ կա հայտնի, չէ, Պուտին сказал армянам давать проход, այդ երգի տակ կմտնի Սորոսի գրասենյակի մեջ որպես պատիժ հակառուսականություն տարածելու համար, բայց հիմա ինքը քանի որ զգում է, որ այո, Ռուսաստանից կարող է լինել վտանգ, բայց այդ վտանգը դեռ իր համար այնքան տեսանելի չի, որ վախեցնի իրեն, դրա համար ինքը իրեն Պուտինի ներկայությամբ շատ նաև այսպես վատ դրսևորեց, որքան էլ որ հայտարարում է Ռուսաստանը Հայաստանի բարեկամն է, բայց հենց զգա ինքը այդ քայլերը անելու է, ինքը ցույց է տալու, որ ինքը ամենառուսամետ գործիչն է։ Հիմա ինքը փորձում է չեզոքացնել հնարավոր վտանգները Ռուսաստանից, չնայած ձեզ անկեղծ ասեմ, ես կարծում եմ Ռուսաստանից իբր եկող վտանգները իրենք գերագնահատում են, կամ ձև են տալի, որ գերագնահատում են, կամ իրականում գերագնահատում են, որովհետև Ռուսաստանը իրականում Հայաստանում չունի այն ցանցը, որը ունի Արևմուտքը, այսինքն Ռուսաստանը մեծ հաշվով չի էլ կարող օգնել Փաշինյանին կամ չի կարող վնասել Փաշինյանին ընտրական գործընթացում։ Ռուսաստանը, ասենք, Ռուսաստանը ունի մի գործիք, դա ուժային գործիքն է, որ այսօր Ուկրաինայում մենք տեսնում ենք։ Այսինքն, եթե բանը չի հասել դրան, Ռուսաստանը վտանգավոր չի օրվա իշխանության համար։ Այսինքն ստացվում է իշխանական ողջ թիմի կողմից այսպես շեփորահարվող հիբրիդային սպառնալիք հանդիսացող Ռուսաստանի կարիքը հիմա Փաշինյանը ունի։ Չէ, Ռուսաստանի կարիքը Նիկոլ Փաշինյանը ավելի շուտ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանը այն նարատիվի կարիք ունի, որը կապվում է Ռուսաստանի հետ, որ իբր Ռուսաստանը փորձում է Հայաստանում փոխել իշխանություն, ինչու որպեսզի ինքը ստանա արևմուտքի աջակցությունը, որպեսզի երբ որ ինքը գնա ընտրական process-ում ապօրինությունների, այդ ճակերտների մեջ ասած մարդու իրավունքների դրոշակակիր պետությունները դեմ չլինեն դրան, համարեն, որ ռուսական վտանգ է ինքը չեզոքացնում։ Ես վստահ եմ լսել եք Պուտինի բացման խոսքում նաև խոսեց ներքին քաղաքական անցուդարձի մասին, Պուտինը անդրադարձավ ընտրություններին առաջիկա ու խոսեց, որ պետք է թույլ տալ բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն, այսպես ուղերձը Պուտինի արդեն հստակ է։ Ես զարմացած եմ այդ հայտարարության վրա, որտեղ այդ հայտարարությունը իրականում օգնեց Փաշինյանին զարգացնել այդ նարատիվը։ Ըստ ձեզ օգնեց։ Դե իհարկե, հիմա բանը կասի Նիկոլ Փաշինյանը Արևմուտքին պիտի ասի, Նիկոլ Փաշինյանը Արևմուտքին հիմա պիտի ասի, ժողովուրդ ջան, ես ասում եի, որ կան ռուսամետ ուժեր, որոնք փորձում են ինձանից իշխանությունը խլել։ Ահա, Պուտինն էլ ասեց, դուք լսեցիք, հիմա եկեք ինձ օգնեք, որ մենք թույլ չտանք այդ ռուսամետ ուժերը գան իշխանության։ Ես իրականում չգիտեմ Ռուսաստանի նախագահ Պուտինը ինչու դա ասեց։ Բայց այդ ասելը Գիտեք, երբ որ դա ասեր, այդ ֆոնը չէ, շատ երբ որ դա ասեր, դրանից հետո Նիկոլ Փաշինյանն է գլուխը կախեր, չգիտեմ, համաձայնվեր այստեղ իրավիճակ փոխվեր, այսինքն մարդիկ կան, որոնք կալանքի են դուրս թողնվեին, կասենք այո, Պուտինի խոսքը ազդեց։ Դա ասելուց հետո Նիկոլ Փաշինյանը խիստ լկտի իրեն դրսևորեց, չէ, միայն հերքել է, չէ։ Իհարկե, որ Փաշինյանը իր մասնագիտական տոնի օրով էր Ռուսաստանի Դաշնությունում ապրիլի 1-ն էր, բայց միևնույն ժամանակ ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ մտան Telegram-ը սահմանափակելու այդ կարգավորումները եւ Փաշինյանն ինչ ասաց, այսպես ժողովրդի խոսքով ասած շփոթրեց մի կողմից Ռուսաստանի նախագահի դեմքին ասելով, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է, մեր մոտ սոցիալական ցանցերը սահմանափակված չեն, եթե Պուտինի ասածը պիտի օգներ Հայաստանում ինչ-որ գործընթացների, Փաշինյանը պիտի ռիսկ չաներ դա ասել։ Իսկ եթե դա ասում է Պուտինի ներկայությամբ, նշանակում է իրեն այդքան էլ չանհանգստացրեց Պուտինի ասածը։ Ոյ, այստեղ Վարդան Օսկանյանի գրառում մեջ գիտեմ կարդացել եք թե չէ, ըստ նրա գնահատականի, այդ սովորական պաշտոնական հանդիպում չէր նախ, խնդրանքով հանդիպում էր,
ասում է խնամքով հաշվարկված հրապարակային խոսքում Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ եւ դիվանագիտական էր եւ քաղաքականապես կործանարար, այսինքն այնտեղ խոսվեց տնտեսական կապերի մասին, անվտանգային խնդիրների, հիշատակվեց Լեռնային Ղարաբաղի հարցը, Փաշինյանի այդ անիրատեսական ակնկալիքները Եվրամիության հետ հարաբերություններից, նույնիսկ ակնարկվեցին արդեն որ խոսեցինք առաջիկա ընտրությունները, հստակ հակադրություն էր ձևակերպվում այն բանի միջև, թե ինչ Հայաստանը ունեցել է, ինչ է կորցրել եւ ինչ տակավին կարող է կորցնել, այսինքն Պուտինը ըստ Օսկանյանի այսպիսի ուղերձ է իրականում իր ասելիքով փոխանցել։ Պուտինի ուղերձը գործնականում ժողովուրդը միայն կարող է հասկանալ, որպեսզի ժողովուրդը դա հասկանա։ Հա, եթե ավելի պարզ լեզվով ասենք, եթե ժողովուրդը նպատակային էր, որ ժողովուրդը դա հասկանա, զգա թե ինչ է նշանակում Ռուսաստանի հետ գործընկերությունը, ինչ կարող է կորցնել Հայաստանը, դա պիտի հիմա չարվեր եւ դա պիտի հայտարարությամբ չարվեր։ Օրինակ 1-2 տարի առաջ, չէ, 1-2 տարի առաջ Հայաստանի իշխանության հարող օլիգարխները պիտի հնարավորություն չունենային Ռուսաստանի հաշվին միլիարդներ աշխատելու։ Հիմա նախընտրական փուլում դա ասել։ Հիմա ես անգամ ասեմ, հիմա ստեղծվող խնդիրները նախընտրական այս փուլում Նիկոլ Փաշինյանն իր օգտին կարող է օգտագործել։ Ասելու տեսեք, մենք Ռուսաստանից կախվածության մեջ ենք, մեզ ընտրեք, որ գնանք արևմուտք, ազատվենք այդ կախվածությունից, նրանք մեզ ճնշում են։ Տնտեսական եւ ատոմային էներգիայի տնտեսականի մասին առաջին հերթին։ Միջև էս չօգտեիք Նիկոլ Փաշինյանը, թույլ չտայիք այդ օլիգարխները փող աշխատեն։ Ես սա կարծում մի քիչ ուշացած քայլ է, երևի թե Ռուսաստանը կարծում էր, որ Միացյալ Նահանգների հետ կարող է գալ համաձայնության կամ եկել է համաձայնության եւ իրենք տարածաշրջանային հարցերը քննարկեն, Նիկոլ Փաշինյանն էլ այդտեղ տարանքում ով է որ բան կլինի, որտեղ դա ինչն է այս վելության օգտին խոսում, հա։ Երեք մենք լսեցինք կամ կարդացինք Օվերչուկի հարցազրույցը 10 գործակալությանը, որտեղ նա ասում էր, որ թրիփը հակաիրանական ծրագիր է եւ թրիփը խախտում է տարածաշրջանային հավասարակշռությունը, Օվերչուկն էր, չէ՞ ասում։ Ահա, այդ նույն Օվերչուկը 2025 թվականի օգոստոսի 15-ին ասում էր Ռուսաստանը աջակցում է Հայաստանին թրիփի իրագործման հարցում։ Հիմա եթե դա խախտում էր տարածաշրջանային հավասարակշռությունը, բա ինչու եք այն ժամանակ աջակցում։ Մենք կարող ենք դավադրությունների մեջ մտնել, ասել, տեսեք, սրանք են Նիկոլի տերերը, չէ, իրականությունն այն էր, որ օգոստոսի 8-ի համաձայնագիրը կնքվել էր Անկորիջում Պուտին-Թրամփ հանդիպումից անմիջապես կարճ ժամանակ հետո, եւ այն ժամանակ ռուսական մամուլում էլ եւ ռուսական քաղաքական շրջանակներում կար տպավորություն, կար համոզմունք, որ Անկորիջում Պուտինն ու Թրամփը համաձայնություն են ձեռք բերել եւ աշխարհը իրենք կիսելու են տենց իրար մեջ այդ հարցերը որոշելու են։ Հետո մի քանի ամիս հետո արձանագրեցին, որ Միացյալ Նահանգները իրենց խաբել է։ Իրենք համաձայնեցին որոշ հարցերում զիջումների գնացին, նույնիսկ տրիպի հարցում իրենք զիջման են գնացել, որովհետեւ այդ ծրագրում աջակցել Փաշինյանին, թույլ տալ, որ ինքը այստեղ այդ թեմայի վերաբերյալ ոչնչացնի ընդդիմադիր դաշտից հնչող թեզերը, հա, որ դա հակառուսական է, հակաիրանական, ընդ որում այդ օրերին, եթե հիշում եք, Իրանն էլ շատ կասկածելի դիրքորոշում հայտնեց, որ մենք համոզված ենք, որ այդ տրիպը մեզ չի խանգարում։ Այսօր Իրանն էլ ասում է տրիպը թշնամական նախագիծ է, հա։ Իրենք խաբվեցին, իրենք կարծում են, թե Տրամփի հետ համաձայնություն են ձեռք բերել։ Եվ այդ համաձայնության շրջանակում Փաշինյանը ազատություն ուներ գործելու։ Այս մյուս կողմից, տեսեք, ռուսները անընդհատ կարծում են, թե իշխանությունների հետ կապ պահելով մի անգամ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի բարեկամ երկիր է, այ որ չլինի Նիկոլ Փաշինյանին պատժելու հնարավորություն ունեն, իրենք չարաչար սխալվում են, ինչու, որովհետև Փաշինյանը մինչև որևէ քայլի գնալը հասարակության զգալի շերտում հակառուսականության այնպիսի ալիքա բարձրացնում, որ իր քայլը անելուց հետո Ռուսաստանը այլևս հնարավորություն չունի միայն Նիկոլ Փաշինյանին պատժելու, արդեն պիտի Հայաստանին պատժի որպես պետություն հասարակություն, որտեղ հակառուսականության ալիքը արդեն ժողովրդի մեջ կա։ Մեծ ալիք կա իրականում, որովհետև այո, որովհետև սնուցվել է այդ ալիքը անընդհատ, ռուսներն էլ որևէ բան իրականում չեն արել դրա դեմ։ Իրականում ես ասեմ, Հայաստան շատ բան է կորցնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու պարագայում։ Հայ հասարակությունը հիմա դա չի գիտակցում, բայց հետո կգիտակցի,
պարզապես ուշ կլինի այդ ժամանակ։ Լավ, իսկ եթե Ну լավ, եկեք հիպոթեզիկ ենթադրենք, որ Փաշինյանը այսպես խնդրել էր այդ այցելությունը, ամփոփենք էլի իրականում այդ այցը ռուսական ավելի շատ այդ ներքին մղումով իր քարոզչական թեզերը առաջ տանելու, նաև տեսեք, ես ուզեցի գնացի, իմիջիալոց այդ քարտեզելի դոշին գնաց այդ վիճակները, այդ անհասկանալի, դա ինչի մասին։ Պուտինն էլ էր ուզեցել քարտեզ, իր երկրի քարտեզը, որ շատ մեծ էր, կարելի էր ասենք դրոշ էլի, սովորաբար այդպես է, չէ՞, ինչ որ քարտեզը այդպես էլ դոշի խփես քարտեզը բավարար չէ, ինքը Պուտինի ներկայությամբ ասեց Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել։ Պետք է շարունակվի։ Ինքը ասեց մի Պուտինը խոսեց Ղարաբաղից, մի խոսեք Ղարաբաղից, մենք չենք ուզում դրանից խոսել։ Հա, այդ ուզում ժողովրդական լեզվով էսպես մի հատ ասենք էլի, դա տպավորություն չստեղծեց, այդ տպավորություն չստեղծեց, որ էլի ինքը էսպես ժողովուրդն էսպես տեսել, ակլորանալու ինչ որ խնդիր կար, որ տեսեք ես կարող եմ Պուտինի հետ էսպես խոսել, ես ձեր հետ այո, համաձայն եմ ձեզ հետ, ռուսական լիբերալ շրջանակները Եվրոպայում գործող լրատվամիջոցները ցնծում են ուղակի Փաշինյանի այդ հանդուգն վարքագծից, ես ձեզ ասեմ նաև ինքը գիտեր ինչ է ասելու, ենթադրաբար ինքը գիտեր նաև Պուտինը ինչ է ասելու, եթե հիշում եք այն ես դա գժի զանգ եմ ասում, գժի զանգ էր արել, չէ, որ իբր հայերենով Պուտինի հետ խոսում էր, այն 3 հոգու մասին, որ խոսում էր, դա Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյանի մասին էր խոսում։ Իսկին ինքը գիտեր գնալու է այնտեղ, ինչ ուղերձ է հղելու, ինչ պիտի ասի Պուտինի ներկայությամբ։ Այո, իր մոտ կարելի ասել ստացվեց, բայց գիտեք, այստեղ հարցը ուրիշ բանում է կայանում։ Նիկոլ Փաշինյանը էլեկտորալ առումով գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է եւ հնարավոր չէ իրեն վարկանիշ ավելացնել, հա։ Դե հա, այլ արդեն Փաշինյանը ուրիշ գործիքների հնարավորություն ունի, ինքը կարող է ընդդիմադիր ուժերի խաղից հանել, այդ կերպ ընտրություններում փորձել հաղթանակ ապահովել կամ անել այնպես, որ քաղաքացիները իրեն դեմ հանդես եկող քաղաքացիները չգնան ընտրության, որպեսզի իր ցածր տոկոսը արդյունքում ավելի բարձր պատկեր արձանագրի։ Իսկն Փաշինյանը լավ գիտի, որ ինքը հասարակության մեծամասնության կողմից մերժված է։ Հիմա իր ամբողջ ջանքն ու եռանդը նրա վրա է թափվում, որ նախ այդ հասարակության մեծ մասը չգնա ընտրության մեկ կամ գնալու դեպքում կամ խաղից հանի այնպիսի ուժերի, որոնք գեներացնեն այդ քաղաքացիների գնալը, այնպես որ ինքը այդ գործիքներին է գնալու, ինքը այլևս հույս չունի, որ կարող է համոզել հայաստանցիների մեծ մասին իրեն քվեարկել։ Ինքը հիմա իր փոքրամասնությունը, ինքը հիմա պիտի գնա մանիպուլյացիաների տարբեր ապօրինությունների, որ իր փոքրամասնությունը ընտրատեղամասում դառնա մեծամասնություն, արձանագրվի որպես մեծամասնություն։ Սրա մասին է իր ամբողջ այս աշխատանքը։ Եկեք հիբրիդային սպառնալիքի շարավղում մնանք, այսպես ասած, բայց էլի ուզում եմ որտեղ եթե հիբրիդային սպառնալիք կա, Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալ էր։ Ուզում եմ Վանավեճի եք գնացել հանրայինում, այնտեղ էլի միշտ հետաքրքիր բաներ եք ասում, բայց այս մեկն էլ էլի այդ կոնտեքստում է, որ ըստ ձեր վերլուծության արտաքին հետախուզական ծառայությունը տվյալների է տիրապետում, թե Միացյալ Նահանգները Թուրքիա գնացող առևտրականների միջոցով, մեր առևտրականների միջոցով հավաքագրում է անում, որ աշխատեն ՔՊ-ի համար։ Այսինքն խոսքը մի ամբողջ գործակալական ցանցի մասին է։ Արտաքին հետախուզական ծառայությունը անուն չի ասել պետության, Նիկոլ Փաշինյանն էլ ասել է Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է։ Հիմա մենք գործակալական ցանցի այսպես խորհրդանիշ անում Հայաստանը։ Չէ, Թուրքիան աշխատելու տարբեր կատակը մի կողմ, հա։ Թուրքիան աշխատելու տարբեր գործիքներ ունի, աշխատելու է։ Ես չգիտեմ արտաքին հետախուզական ծառայությունը այդ ծառայություն կոչված ի վերջո ուսումնասիրում է այդ ուղղությունը թե ոչ, բայց իրականում ես գիտեմ, որ աշխատում են թուրքերը այդ ուղղությամբ։ Միանշանակ աշխատում են եւ նկատեք, որ ես գոնե ֆիքսել եմ մի քանի մարդկանց, որոնք ակտիվ են Թուրքիա գնալ գալով եւ իրենք Նիկոլ Փաշինյանի քարոզով են զբաղվում ակտիվորեն։ Բայց բարձր արտաքին հետախուզական ծառայությունը այդտեղ ռուսներ ասած դալշը չի տա, իրենց խնդիրը այլ է, ստեղծել ռուսական հիբրիդային պատերազմի նարատիվը, էլի նույն նպատակին հասնելու համար։ Իսկ նեղություն ճիշտ հասկացա, նկատի ունեք, որ ամեն դեպքում այսպես
կարող ենք առանձնացնել անգամ այն մարդկանց, ովքեր առևտրականների չէ նկատի ունենք հենց Թուրքիա գնացող, այսինքն կան այդպիսի ցայտուն կերպարներ կան, որոնք Թուրքիա գնացող առևտրականներից մեկը հիմա ԿՊ պատգամավոր է։ Լավ, որովհետև որ անունը տանք հետո պետք է ասենք ինչի առևտրով է զբաղվում ու քրեական գործի տակ հայտնվել։ Դա մեկ, ուրիշ ավելի էսպես ժողովրդի մեջ կան այդպիսի դեպքեր, որ ցայտուն Իրանք երևա որպես գործարար լավ այսօր Թուրքիայում նստած մարդը Նիկոլ Փաշինյանի քարոզն է տանում, կուսակցությունն բացում է այստեղ, այսինքն Թուրքիայի ներկայությունը Հայաստանի քաղաքական կյանքում շատ մեծ է, երբ որ Թուրքիան արդեն հասել է նրան, որ հայ ուսանողների համար կրթաթոշակ է նշանակում, այսինքն Թուրքիայի ներկայությունը ամենուր է իրականում, կարող է տեսանելի չի։ Եվ վերջերս տեսեք շատերը խոսում են դրա մասին, նաև դրսում, որ նույն այդ Սորոսի գրասենյակները, որոնք իրականում աշխատում են, այսինքն Սորոսը ինչ էր եւ հիմա էլ ինչ է, ինքը միջնորդ է ինչ որ պետությունների, մեկ այլ պետությունների հասարակության միջև, այսինքն եթե Թուրքիան չնայած հիմա շատ ուղիղ էլ կաշխատեն, եթե միջև ասենք 18 թվականը ուղիղ չէր կարող աշխատել Հայաստանի հասարակության հետ, ինքը կարող էր օրինակ նման փորձ կա, որ Սորոսը այլ պետությունից փող վերցրել է այլ պետության հասարակության մեջ աշխատելու համար, եւ այս դեպքում էլ կարող էր այդ նույն գործը անել եւ վստահ եմ արել են այդ գործը։ Այսինքն մեզ թվում է թե Թուրքիայի շահերը սպասարկողները պիտի միայն թուրքական դրոշով ծածանելով Երևանի փողոցներում անգան, այդպես չի։ Իրենք կարող շատ եվրոպական դրոշներով հանդես գան, բայց իրականում թուրքական շահի սպասարկումն է։ Եվ այդ շահը սպասարկում է, հիմա չէ։ Ովքեր են այսօր Հայաստանի սահմանադրության փոփոխության այդ առաջամարտիկները, բոլորը Սորոսի գրասենյակի նախին կամ ներկա անգամ շահառուներ են։ Ովքեր են Հայաստանի գերբից Արարատի պատկերը հեռացնելու ջատագովները, մեծ մասը Սորոսի գրասենյակի հետ փոխկապակցված են, այսինքն Թուրքիայի շահերը սպասարկողներին մենք միայն չպիտի տեսնենք այդպես թուրքական դրոշով կամ հենց Թուրքիա գնացող եկողներով, դրանք շատ են եվրոպական դրոշով։ Հասկանալի է, ընտրական process-ներին Եվրամիության արձագանքման խումբ ուղարկելու մասին էլի անդրադարձակ, Հայաստանում ընտրական process-ները վերահսկելու համար են գալիս իհարկե, հանրային եթերում մեկնաբանեցիք Այդ խումբը գալիս է Նիկոլ Փաշինյանի համար քավորություն անելու։ Իրենք գալիս են, տեսեք, երբ որ եկող ուժը այդ խումբը ինչի համար է գալիս։ Գալիս է ռուսական հիբրիդային հարձակումներից Հայաստանը պաշտպանելու։ Այսինքն իրենք արդեն իսկ քաղաքական կողմնորոշմամբ եկել են մասնակցության process-ի, ընտրական process-ի։ Իրենց գնահատականները շատ հստակ են լինելու, այսօր կարելի է նստել գրել իրանք ինչ են գրելու։ Ինչ զեկույցներ են կազմելու, հա, որ ընտրություններում խախտումներ չեն եղել, որ շատ ժողովրդավարական է, որ SS ուժերը մենք կարող ենք այդ ուժերի անունը անգամ տալ, սրանք ռուսական հիբրիդային պատերազմի մասնակիցներ էին, չգիտեմ, Հայաստանում նույն կփորձեն դա ասել, ես բան չեմ վստահ չեմ որ կարող են դա ասել, որ Հայաստանում ժողովրդավարությունը ճակերտների մեջ հաղթեց, Նիկոլ Փաշինյանի հաղթանակով ես կարծում եմ այդ հնարավորությունները շատ քիչ են, բայց կփորձեն դա ասել։ Բայց երբ ասցիք Փաշինյանի անգամ ընդդիմադիրելու դու Եմենկասի ժողովրդավարությունը Միքայել Արաչյանը շատ Չէ, հա, դա միանշանակ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որ պասի մեջ ընդդիմադիր ուտի նույն բանը կասեն, որ կասեն այ տեսեք ժողովրդավարություն է, այն բանը ասում էր, չէ, Արամ Զավենովնայի կուսակիցները ասում են, նախկինում եթե դալաններում էին մարդկանց ծեծում, մենք հիմա բանի թաղապետարանում, նոր-նորքի թաղապետարանում ուղիղ եթերում ենք ծեծել, այսինքն ապահովել են թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, բայց որ դա հանցագործություն է, դա ուրիշ բան։ Որից եկեք եզրափակենք իհարկե, բայց չեմ կարող չանդրադառնալ ապրիլյան քարորիային, քանի որ այս տարի նաև 10-րդ տարելիցն է արդեն ապրիլյան քարորիայի ու իրադարձությունների նախարգանքի մասին կուզեի այսպես թեթև անդրադարձ անենք, քանի որ շատ համադրություն կա մի շարք փաստերի, սկսած 15 թվականի էլեկտրիկ Երևանից, որտեղ ստուգեցին կարծես հանրային արձագանքի սպառարթողը 16-ի քարորյան հետո ստուգեցին ռազմական պաշտպանական հնարավորությունները, 18-ին իբրև ժողովրդական հեղափոխություն արձանագրվեց, դրան հաջորդեց 20-ի 44 օրյան, հետո եկան 23-ի արդեն Արցախի հանձնումը, էթնիկ զտումը ու կարծես փակվեց այդ պատմական շրջանը, որը կարող է
սխալ են վերլուծում, բայց սկսվել է ապրիլյան քառօրյով։ Կա արդյոք մեկ ամբողջական տրամաբանություն, որ կապում է այս ամբողջ իրադարձությունները էլեկտրիկ Երևանից սկսած մինչև 23-ի զարգացումները, թե այսպես պատահականություններ ու տեսանելի է գործընթացը։ Գիտեք, ես օրինակ էլեկտրիկ Երևանը չէի տնի այդ շարքի մեջ, ինչու, Դե դա հեղափոխության նախերգանք կարծես են, որ փորձեցին հասկանալ ինչ տեղի ունի, ինչպես կարձագանքի ավելի շատ ժողովուրդ։ Էլեկտրիկ Երևանը, չէ, էլեկտրիկ Երևանը այսօր Նիկոլ Փաշինյանն ինչա փորձում անել։ Հեծը խլել ռուսահայ գործարարից, չէ։ Այն ժամանակ սրա առաջի սերիան էր, հեծը խլվում էր ռուսական պետական ձեռնարկությունից։ Այդ process-ը ամբողջությամբ կառավարվել է, այդ process-ը ամբողջությամբ այդ կառավարողների կողմից տարվել է մարման, Նիկոլ Փաշինյանն էլ դրան մասնակից է եղել։ Ես կարծում տեսեք, ապրիլյան պատերազմը ոնց որ օրինակ տեսեք 12 օրյա հունիսյան պատերազմը Իրանի դեմ, դա մարդ հետախուզություն կարելի է գնահատել, երբ որ դու գնահատում ես այդ պետության պաշտպանական կարողությունները, հնարավորությունները, ինչ արձագանք է լինում որ գործողությանը, հա, բայց որքան էլ որ մենք կորուստներ ունեցանք, բայց այնուամենայնիվ դիմադրեց բանակը, բացի դիմադրելուց, որքան էլ որ դա նրանց համար էր մարդ հետախուզություն, դա նաև մեզ համար պիտի դառնար մարդ հետախուզություն, այսինքն մենք պիտի հասկանայինք, թե տեխնոլոգիաները որ ուղղությամբ են գնում։ Տեսեք, հիմա ասում են, որ այո, եղել է գնման պլան, ես այդտեղ հավատում եմ, որ հակաօդային պաշտպանության միջոցներ պիտի ձեռք բերվեին, բայց այսօր նայեք, Իրան-Իսրայել պատերազմը ցույց է տալիս, որ միայն հակաօդային պաշտպանություններ ձեռք բերելով հնարավոր չի խնդիրը լուծել, Հայաստանի համար խնդիրը պիտի լիներ հետևյալ կերպ։ Հենց այս Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմը լրիվությամբ ցույց է տալիս այն գործողությունները, ինչ մենք պիտի անեինք Իրանի փոխարեն մեր շահերը պաշտպանելու համար։ Տեսեք, Իրանը չի կարողանում իր օդը փակել լիարժեքորեն, բայց Իրանը ասիմետրիկ այնպիսի վնաս է հասցնում Միացյալ Նահանգներին, աշխարհի թիվ 1 պետությանը եւ իր դաշնակցին։ Այո, նրանք խնդրի առաջ են կանգնել։ Այսինքն տեսեք, եթե Իրանը գնար այն ճանապարհով, որ եկեք օդը փակենք, իր բոլոր ռեսուրսները ծախսեր օդը փակելու վրա, Իրանը պարտվելու էր, որովհետև այդ օդը հնարավոր չի փակել, երբ որ կան նման միջոցներ եւ այդ խտության միջոցներ։ Հիմա ես հիշում եմ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին, որը հետո դառավ պաշտպանության նախարար, ինչը նշանակում է, որ ենթադրաբար իր այդ գիծը շարունակվել է։ Դավիթ Տոնոյանը խոսելով պատերազմում ադրբեջանցիների կիրառած անօթաչուների մասին, ծաղրանքով էր խոսում դրա մասին, դրանց գործածման մասին եւ ասում էր. այնինչ դու կարող եք այդ տեսանյութը գտնել Ազատություն ռադիոկայանին հարցազրույց տվել, ասում էր, այն խնդիրը, որը ադրբեջանցիները լուծում են մի քանի տասնյակ հազար դոլար, գուցե $100,000 արժեցող անօթաչուներով, մենք կարող ենք լուծել մի ականանետով։ Թե մի բահով ու թնդանոթով, հա։ Ես այդ քարոզչական բանի մեջ չեմ մտ, ինչու, որովհետև ես ինքս ծառայել եմ բանակում, ծառայել եմ հետախուզությունում, այո, բահը, զինվորական բահը սառը զենք է, դա թող բան չլինի, բահը նախատեսված է նրա համար, որ երբ որ փամփուշտները ավարտվում են, դու դրանով պիտի ինքնապաշտպանվես, եւ դա նաեւ հատուկ սրվում է դանակի սրությունն է, այսինքն այդ քարոզչական բաների մեջ չմտնենք, սա ցույց է տալիս. Սա ապրիլյան պատերազմից հետո եղել է մարդու հարցազրույցը, որ կարծեմ մի քանի ամիս առնվազն հետո, որ այս մարդը նման բարձր պաշտոն զբաղեցնելով չի պատկերացրել ինչ պիտի արվեր։ Հայաստանը կարող էր գնալ այն ճանապարհով, շատ լուրջ միջոցներ կուտակեր ԱԹՍ-ների, եւ ես ասեմ, ԱԹՍ-ների հարցում Իրանը առաջատար պետություն է, իրենք ԱԹՍ-ներ սկսել են արտադրել, չէ, շահիդների մեջ չի ասում, իրենք ԱԹՍ-ներ սկսել են արտադրել 80-ականներից, երբ որ աշխարհը հələ այդ ուղղությամբ չէր էլ մտածում, եւ ԱԹՍ-ներ կիրառել են Իրան-Իրաք պատերազմի ժամանակ ու հաջողությամբ են կիրառել։ Հիմա Հայաստանը կարող էր այդ ԱԹՍ-ները ձեռք բերել, ինչու, որովհետեւ Ադրբեջանը իսրայելական հոբ ուներ, չէ, եւ Իրանին պիտի ձեռնտու լիներ այդ ԱԹՍ-ները տալ Հայաստանին, որպեսզի փորձարկեն իսրայելական հոպը եւ իրենք իրանց ապագա պատերազմի համար այդ տվյալները օգտագործեն։
Իրանը ոչ միայն Ուկրաինայի դեմ որ Ռուսաստանին ԱԹՍ-ներ էր տալիս, ինքը դա չէր տալիս միայն նրա համար որ Ռուսաստանն իր դաշնակիցն է, ոչ, ինքը տալիս էր, որովհետև իր հավանական հակառակորդը Ռուսաստանի հակառակորդն էր, եւ ինքը դրանով ստուգում էր նաեւ իրանց հոպը, որ ոնց կարելի է անցնել, խոցել, այսինքն մենք ունենք այդ բոլոր հնարավորությունները, բայց պետության ղեկավարները այդ որակները չունեին կամ պետության ղեկավարները դավադիր էին եւ նպատակ չունեին սպասարկելու այդ պատերազմը այն ձևով ինչպես Իրանի էլիտան է սպասարկում, այսինքն գնալ ցույց տալ Ադրբեջանը պիտի հասցվեր այն կարգի վնաս, որ Ադրբեջանը ես ես վստահեցնում, եթե օրինակ ապրիլյանին կամ դրանից հետո նույն 20 թվականին Ադրբեջանին հասցվեր այնպիսի վնաս, ինչպես Իրանն է հասցնում տարածաշրջանում իր հակառակորդներին սպասարկող պետություններին, Ադրբեջան դժվար թե հայաթափեր Արցախը եւ գար Սյունիք ջերմուկ օկուպացներ։ Այդ հնարավորություն չեր ունենալ։ Շնորհակալ եմ, Բորիս։ Ձեզ եմ շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, Telegram-ում, միացեք մեր Patreon-ին շաբաթվա անցուդարձից, առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։